Առավոտ շուտ մեր բակ բերել էին ձմերուկ, ինչպես տեսնում եք առաջինը այս ձմերուկը վերցրինք, բայց այդքան էլ հաջող չէր, հետո երկրորդը վերցրինք, երկրորդը ոնց որ ավելի հաջող է, քան առաջինը, հիմա ինչ եմ անում, ես կտրատել եմ, սմուզի կսարքենք, ընկերներ, ես մի քիչ բան եմ, համ քաղցրոտ չի, ես մեկ ոնց որ ավելի լավ սորտ է, էլի, որ կտրեմ ավելի պարզ կլինի, ինչև է, սմուզին, երեխեքը դրսում են, հեսա դրսից գան, դնեմ թող լավ սառի, որ սառը հաճելի սմուզի լինի, ես էլ հեսա լվանամ կտրատեմ, տեսնեմ ոնց եմ տեղավորելու այս ձմերուկները ընկերներ։ Ընկերներ ջան, քանի որ այսօր շաբաթ օր է մեզ մոտ, առատ մեծ լավ ընտիր շուկա է եղել, գիտեք մեր այս մոտի շուկան, շաբաթ օրերը գյուղից մարդիկ գալիս են, իրանց բերքն ու բարիքը վաճառում են, 700 դրամ եղել է թուզը կիլոգրամը, անցած անգամ վերցրել էր մամաս այնքան համով այնքան քաղցր, ինքը մանր է, բայց շատ քաղցր է, ուղղակի ընտիրություն, կարտոֆիլը կիլոգրամը 250 դրամ, սալորը կիլոգրամը 250 դրամ է եղել, ընկերներ, ինչա բալես չհասկացես, մի քիչ մոտոտա, ելակը կիլոգրամը 1000 դրամ, ընտիր ելակը, սպասի, հեսա լավ լվանամ բալես հետո, հա, և վարունգը կիլոգրամը 500 դրամ, ես մարակ լվանամ ելակը, ելակից սկսեմ էլի, ու հետո անցնեմ մնացած մրգերին։ Հայ տատի ասում է։ Տատի համով տղա։ Ես էլ էի չելագի, բայց նենց ուժեղ կողացավ ունեմ, գլուխս եմ, որ ասում տրաքում է, չդիմացա, ասեց ես գնամ տոր ժողովուրդ, դուք խաղացեք, ինչ անեք, արեք, այս մասով, այսօր մի քիչ բան է, ամպոտ եղանակ է, փոփոխվող է եղանակը, չգիտեմ դրանից է, դրանից չի, ինչև է, հիմա գնամ տուն մի քիչ ջուր խմեմ, տեսնեմ հուսամ սուրճ խմեմ, դեղ խմեմ, ինչև ոնց որ երեքը միասին համակցեմ, բայց կարելի է ճնշումս էլ չափել ինձ թվում է, կարող է ճնշումս լինի, այս մասն է, մեկի այս հետևից հատվածը, ճնշումս չափեմ, հետո սուրճ խմեմ։ Եկատուն ես մի քիչ հանգստացա ժողովուրդ, չնայած դեղ եմ խմել, պապկեցի որ քնեմ, իհարկե դա չստացվեց, որովհետև մի քան մանուկներ գոռում, լացում, ճչում ու մի խոսքով ցայներ էին, այդ մի բանը չստացվեց, բայց դեղ խմեցի, անցավ, հիմա գնում ենք խանութ։ Այդ որ գլուխս ցավում էր, այգում էին նստել, մի կին եկավ, մոտ սենց բարձր ասեց բարևձեզ, այն որ գլուխս այդ ցավում է, բան անում, երեխեքի այդ խժը, ես էլ օթելում եմ մի տեսակ, ու համեն զարմանալի էր, էլի, սենց պրացել եմ, նայում եմ, ասում եմ, տեսնես այս կինը ինչ-որ մեկին ծանոթ էր, այնքան անսովոր երևույթ էր, շատ հաճելի կին էր, էլի, սենց բանով ասում եմ բարև ձեզ, բայց չգիտեմ էլի, ինձ էր բարևում, այն կողքնել էր մարդ նստած, այդ մարդուն էր բարևում, թե ուղղակի բարևեց մարդը ոնց որ եկավ, կուլտուրական մարդ էր էլի, այնքան աչքերից չէի հավատում։ Հետո տենց ուշադիր նայում եմ կողքերը, հասկացա, որ չէ, այս աղջիկը իսկապես ոչ մեկին չէր ճանաչում, ուղղակի քանի որ իր երեխուն բերել էր այգի, տենց բարևեց, շատ տարօրինակ բայց բարին գլուխները տենց էր, իսատ պրատ բարևեցի, ասում եմ հնհազիվ աղջիկ մի կին, կուլտուրական, բոլորին ոնց որ եկավ բարևեց, ես ասում որ ասեցի չնայած բարև, բայց այն որ բարևում ես, իսատ բարևը ստացվեց, էլ էնի սրտե չէր բանը, ու տենց հետո որ ուշքի եկա, այդ բանն էի հիշում ասում։ Մի խոսքով ընկերներ ջան, այդքանը գնանք նոր խանութ, կոնկրետ մոտը հարկավոր դինել, մազի ներք պետք է վերցնեմ, մազերս ներք է։ Ու տեսնենք ինչ
լուսամուտներ մազիներն են, կլինի, այս անգամ ենքան դժվար եմ գտել, ստեղ հիմնականում սև մազիներ կա կապոտ գույնի հետ, հենց սովորական սև մազիներ չկար, այս անգամ որ վերցություններ, լուսամ կլինի։ Ալեքսս գնացել է, Տելեշկենարը գնացել է, իր ուզած ուղղությունը, եկավ։ Չէ, գնացել է կորի հեսա Ալեքսը։ Որն ես հավանում դու։ Այս գույնը չվերցրեք անցած անգամ ամ։ Չէ վերցուներ։ Այս էր, չէ։ Այս չեմ հիշում։ Այդպես ուզում դու։ Գնանք իմ սևն էլ վերցնեմ, լորյալը, ինչու խոնեմ, ֆրանսականն է, չէ, բելգիականն է, բելգիայի արտադրությունն է, 2290, սրանցից պետք է երևի, տեսնես լավն է, խարտոց, Եղունգի խարտոց, 990 դրամ, հատայքար 48, տեսնես լավն է, սրանք, մամ ես խարտոցները լավն են, չես իմանա, խարտոց եղունգի, եսով այն չանել ստեղ, ես էլ ատամների, պայուսակս արդեն լիքն է, շատ բան չեմ կարա վերցնեմ, չէ, կանքս ես չէ, ես բան, քանից, չէ, սրանից, ես ուրիշ լորյալով եմ վերցնում, եսի բանը վա, առանցամյակը, մեր մոտ բելգիայում էլ այդ առանցամյակները ավելի շուտ են գալիս մազերս, քանի ստեղ եմ ամյակով եմ վերցնում, արին դայից վերցնում։ Look what they take, Takis, but a new edition, Spider-Man. Oh, like reason too. Այս ֆիրմայով եմ ներկել, բայց որ սևներ չեմ հիշում, ներապայս ինչ է, գալուբավատը, այս չէր, այս է երևի թեղել, շատ լավ ներկեց մազիրս, այս բանը Ալեքչան, այդ սենց կանֆետներ կան բալես, ժելե չի եսի, դու ժելե, պիտի մի արտու տես կցես են կոմեն, բաներից է, I guess. այս է ժելոմեկը, But look at this one, a monster. Այս են ախր կարամելներ են տոֆիա չու, այս սանսից չու, արի ժելե սամալոտները վերցնին, գնա սամալոտ եմ ասում, այս սրանցից այն արդ, երեխեքի երեսին ուզում եմ ներկեմ, այն երեսի ներկերից եմ ման գալիս ընկերներ, ես ինչ հայկական դրոշներ են, սրան գնում ես մարդիկ սանց, ինչ է ուզում ասել, հանդես վազմա գրախանդ, հա գրախանդից էլ այն տողանի տետրեր այնքան հարմար են, մի քանի դրանցից վերցնեմ հետ ստանեմ, ձեռագիրը բացելու համար, մեկ էլ ռուսական տետր պետք է վերցնեմ մի հատ, գիրք ավելի ճիշտ, մաստիկների ավելի ճիշտ էլ, ոչ ռուսերեն տարբերում մասնիկներ լինեն, համել տեսնենք, այդ բանից կա, երեսին ներկելու, եղեք ենքան հավես բաներ են ստացել, ես ցանկացած գրենական խանութ, այնտեղ մի հատ ուրիշ խանութ կար, ես որ մտնում եմ այդ խանութը, չեմ դիմանում գայթակցությանը, որ մնաց եղեքը, Ալեքսին կուզեմ իրա ջրի շիշը փոխեմ, որ ճիշտ ասեմ, կստեղնալ չգիտեմ ոնց է, այստեղ ոչիր ոնց է, բայց որ շուտ չկոտրվի բնականաբար,
Որն է այս շշերի ցավանում, Ալեքս ջրի շիշ։ Ուզես փոխենք քո ջրի շիշը, այդ փոքր է, մի քիչ մեծ պետք է One լինի։ of this type of thing? I'm not thinking about that. One of these. Which No, one couldn't do you put them like? go- One of these. Որից։ Սրանք կգոտրվեն պարսակ։ Որ ասեմ գրախանութից վերջացրի շատ մեծ սուտ կասեմ, ընկերներ այնքան արագ պետք է անեի, կողմնորոշվեի ռուսերեն ազբուկայի ուսում մի քանի տարբերակ տվեցին։ Հայոց լեզվի համար շատ շնորհակալություն։ Աղջիկներից մեկը ասել էր, որ նա լավ է, իր խորհուրդով վերցրի։ Ռուսերենը շատ արագ sense նայեցի վերցրի, տեսնենք։ Ընկերներ, հիմա գնանք տուն, այնքան մարդ կհասկանալի է, դե երեխեքը բոլորը պատրաստում են սեպտեմբերին դպրոց գնան։ Երեխեք իսկ մեր փոքրերի համար, ես հայրեսների համար մի հատ որ արթնանան են, փոքրերը քնած էին։ Նկարել, ուրախանան երեքով։ Ինչ է սարել, արի հիլը։ Էսի Edmond-իկ նա։ Էսի Էդմոնդչիկին, որ Էդմոնդչիկը նկարի, հա։ Հա։ Նա Դել ինչ ես վերցրել, արագ։ Էսի։ Այդ մեկը քո համար ես վերցրել, հա։ Այս մեկը կդնենք քո պայուսակի մեջ։ Նույնը։ Նույնն է։ Այն մյուսները դե ցույց տուր։ Նույնն է, բալես նույնն է, լրիվ նույնն է։ Այդ մյուսն էլ քեզ ու Վիկային։ Հա, Լեդի Բագը։ I know. But this might sound weird, but they might be different. Look. We need to see if they are different. Չէ, տարբեր չեն, նույնն է։ How do we know? They might be different. Նայ, լավ, նայ, տես։ Նույնն է, թե տարբեր է։ Okay. Okay. Okay։ Արի արագ, այս քաղցր զորքներից վերցրենք ելակի համով։ Այս երեխեքը, որ արթնանան, ներսներին նկարելու ենք 1400 դրամ արժեր 8 Էսի իմ գույնը։ համախը։ Վեկտոյա ու Edmond-իկ։ Իրանց համար փուչիկ, նույնից ես չէ վերցրել, հա, ապրես։ 3 հատ փուչիկ, որ չի կռվենք հանկարծ գույների համար։ Ու էսի որ չխավենք։ Էսի հիմնա, էսի կոնախը։ Այստեղ սա հայերեն այբենարանն է, որպեսզի սովորենք հայերեն տառերը, կարդալ։ Այնտեղ հայերեն գրքեր էր, նոր հեքիաթների գրքեր էր ընտրել, բայց ասեցի, որ քանի որ մենք դեռ հայերեն չենք կարդում, հարկավոր է նախ կարդալ սովորել, հետո նոր ընտրել Էսի գիրքը, որ հետո արդեն մյուս գալուց արդեն գրքեր կառնենք։ Այստեղ ռուսերեն այբենարանը այդպես էլ չհասկացա, 3 գիրք էր տվել, 3-ից որն է լավը չէի կարողam լիքը մարդ սենց կասայի մոտ է այդ իրանց բաները դրած, այբենարանները դրած, ու պետք է այդ կասայի մոտ ընտրես, լիքը մարդ գալիս է, ինչ-որ բաներ է ընտրում։ Այս շատ հարմար էր իրա ձեռագրի համար, Ալեքսիս ձեռագիրը այդքան լավը չի։ Թոմսը։ Վերցրի սրանցից 5 հատ։ Թոմսը։ Սա ռուսերենի աշխատանքային տետրն է մասնիկների։ Թոմսը չէ, այս վճարման կտրոնն է, ընդհանուր այսքանը արժեր 7380 դրամ ընկերներ։ Բանից էլ սիկլից է ուրիշ էին գնումները, այս ծկնիկ պեչենիներից միտով գրեկեր, հա, ավելի ճիշտ։ Մազիներ մամայիս համար, մազիներ ինձ համար, այս ավտոյի հոտ, այստեղ էլ, ու 2 տուփ այս մեղու կոնֆետներից, ժլե կոնֆետներ են, սրանք էլ արժեր 9895 դրամ ընկերներ, սա էլ City գնումները։ Մեր համ Spider Woman-ն է պատրաստ, համ էլ Spider Man-ն է պատրաստ ընկերներ։
Գնում եմ բակ խաղամ, Ալեքս Էդմոնի քիթը մռութին խփեցիր։ Էդմոնչիկը չի վստահում, ձեռքին մի հատ փորձեցի անեմ, բայց չի լինում ժողովուրդ։ Կարմիր գույն չկար, կարմիր ու սև գույները չկար սրա մեջ, ինքը ֆլոմաստերի նման է, մի քիչ, այնքան հեշտ չի աշխատելը սրանով, բայց ընդհանուր այսինչ եկեք ցույց տամ ձեզ էլի։ Այսինչ հա, ու ծայրը սենց բարակոտ է։ Վատը չի, բայց նենց շոտ ընտիրնել չի էլի։ Հարմար է, մի քանի անգամ կարելի է երեխեքի համար սենց անել, տարբեր կենդանիներ ուրախանան։ Այստեղ ձեների հետևից գնանք, դրանք ինչ են անում։ Ես խոդի մեջ եմ լինում։ Այս ինչ եք խաղում։ Ինչպես տեսակ ժողովուրդ մեր մոտ ակտիվ խաղեր են ընթանում, քանի որ ես մի քիչ ժամանակ ունեմ, քանի դեռ իրանք խաղում են, եկեք ձեր հարցերին պատասխանեմ, համ էլ քանի մութը չի ընկել։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում ու քանի որ շատ մարդիկ սենց մի տեսակ ինֆորմացիա ստանում են, բայց այդ ինֆորմացիան ամբողջությամբ չի, ես հիմա ասեմ, մոտավորապես հարցը հետևյալներ, մի քանի հարցի եմ պատասխանելու, առաջին հարցը նա է, որ ճիշտ է, որ Հայաստանում որ գալիս եք, օդանավակայանում ձեզ հարցնում են, թե ձեր քարտի վրա ինչքան գումար ունեք։ Ժողովուրդ նման բան չկա, նախ որքան գումար դուք ունեք ձեր քարտի վրա, ձեր բանկային հաշվին, դա ձեր խնդիրն է, ինչպես ասում են, ոչ ոք իրավունք չունի, ոչ Հայաստանում են հարցնում, ոչ աշխարհի տարբեր օդանավակայաններում, թե բանկում դուք ինչքան գումար ունեք կամ ձեր բանկային քարտի վրա։ Եթե դուք գումար եք ուզում քեշ ձեզ հետ բերեք, ձեզ հետ քեշ, իսկ Ալեքսը չի մի հատ ուրիշ երեխա է, օդանավակայանում այո խնդիր կա, դուք քաշ գումար չեք կարող ձեզ հետ, ավելի ճիշտ սահմանված քանակ կա, ու այդ սահմանված գումարը եթե գերազանցի, բնականաբար գումարը բռնագանձում են, այսպես ասած, չեմ պետականացում, բայց պահում են իրենց մոտ 6 ամիս ժամանակով, հիմա ես կոնկրետ օրինակ ասեմ, ուղիղ մի քանի օր առաջ, վերջերս եղել, մի եվրոպացի, ֆրանսիացի, ազգության ֆրանսիացի քեշ գումարով ճամփորդելիս է լինում, բնականաբար, եթե դուք քեշ գումար ունեք, ամեն մարդ Եվրոպայի սահմանում կարող եք ունենալ 10,000 եվրո, մաքսիմում 10,000 եվրոից եթե մի ցենտ ավել լինի, այդ գումարը իրանք իրավունք ունեն պահել օդանավակայանում, ձեզ տալ 6 ամիս ժամանակ, այդ 6 ամսվա մեջ դուք պետք է ապացուցեք, թե այդ գումարը ձեզ որտեղից, օրինական գումար է, թե օրինական չի, որպեսզի հետ ստանաք այդ գումարը։ Եթե չապացուցեք, որ այդ գումարը օրինական է, ապա այդ գումարը պահում են, պետականացնում են, այսպես ասած, պետությանն է գնում, կոնֆիսկացնում են։ Ու ինչպես ասեցի, ֆրանսիացին, Ֆրանսիայից 10,000 եվրո, 10,000 և 2 եվրոյա ունենում, սենց կոպեկ 2 եվրոյանոց է լինում գրպանում, քանի որ եթե դուք ավել գումար ունեք ձեզ մոտ, դուք պետք է հայտարարագրեք, այնտեղ իրանք ունեն հատուկ բաժին, որ եթե դուք այդ գումարը ավել է լինում, պետք է հայտարարագրեք ու տեղում ասեք, թե ինչ գումարաուր եք տանում, ինչի համար եք տանում, այնտեղ թուղթ կա, որ ներկայացնում եք, հարցերին պատասխանում եք ու այդ ձևով օրինական կարողանում եք ոնց որ ճամփորդել ձեր գումարով, բայց եթե դուք հայտարարագիրը չեք լրացնում, այդ մարդը չի լրացրել, մոտ ունեցել է 10,002 եվրո, կոպեկ ցույց են տալիս, թե ոնց են հաշվում 50 եվրոյանոցներ, 10 եվրոյանոցներ, մի խոսքով, հետև մանր, սա հաշվում են ու գրպանում ունենումա նաև 2 եվրո, ասում այս 2 եվրոն էլ սուրճի համար է էլի պահել, բայց քանի որ 10,000-ը գերազանցում է նույնիսկ 2 եվրոյով, պահել են այդ գումարը,
Հիմա այդ մարդը պետք է ապացուցի, թե որտեղից է այդ գումարը օրինականա, թե բնականաբար եթե բանկում է այդ գումարը եղել, բանկից է հանել եւ այլն, աշխատավարձ է ստացել պահել է, այդ փաստաթղթերով ինքը եթե ապացուցի, գումարը հետ կստանա, բնականաբար եթե չապացուցի, գումարը հետ չի ստանա։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, գումարը ուրեմն, բայց որ երկիր, որ դուք մեկնելու եք, որ երկրից, որ երկիր։ Պետք է երկու երկիրներ անպայման նայեք, այնտեղ իրանք օդանավակայանում հատուկ կա նման բաժին, որտեղ նայում եք, կամ Google-ով էլ հարցում որ անեք, ձեզ պաշտոնական էջից նայեք։ Օրինակ, չգիտեմ, Ֆրանսիայից ճամփորդում եք Չինաստան, ենթադրենք, պետք է նայեք Ֆրանսիայից ինչքան գումար կարող եք հանել ու ինչքան գումարով կարող եք մտնել Չինաստան։ Օրինակ եմ բերում, որովհետև կարող է Ֆրանսիայից թույլատրելի լինի, ասենք, ամեն մարդ ընտանիքի անդամ, ասենք 4 ընտանիքի անդամ ունեն, հայրը, մայրը, 2 չափած երեխաները, ենթադրենք, ամեն մարդ կարա ունենա իրավունք մինչև 10,000 եվրո առանց դեկլարացիա անելու դուրս գա երկրից, բայց հնարավոր է որ Չինաստանում չի թույլատրվում այդ գումար այդպես մուտք անել ու կկոնֆիսկացնեն։ Պարզ ասեցի, չէ, ընկերներ ջան, ժողովուրդ ջան, պետք է երկու երկիրն էլ ճշտեք, ենթադրենք կարող է մի ընտանիքին է հասնում 10,000 եվրո, այսինքն ձեր գումարի չափը կգերազանցի ու դուք չեք կարող այդպես մտնել այդ երկիր։ Եթե ես չեմ սխալվում, ինչքանով որ ես ճիշտ եմ հիշում, քանի որ մենք ընտանիքով այդպես գումարով ճամփորդելու կողմնակից չենք, մենք ավելի լավ է քարտ ունես, ոչ քո խացավանքի մեջ ընկնես, ոչ մի բան, քարտով ենք վճարումներ անում, ես հստակ չեմ իմանում, ինչքանով որ ես գիտեմ, Հայաստանում ընտանիքով են հաշվում 10,000 դոլարի չափի, էլի ինչ-որ գումարի սահման կա, կարող է դրամով լինի, որ վերածեք, մի խոսքով այդ գումարի չափով կլինի, որ կարող եք երկիր գաք, եթե չէ, պետք է, եթե ավելա, պետք է դեկլարացիա, ասեք, ձեր տունը վաճառել եք, չգիտեմ, Բելգիայում կամ որտեղ, Ամերիկայում ձեր տունը վաճառել եք, ենթադրենք ձեր գումարը բերում եք Հայաստան, պետք է դեկլարացիա գրեք, որ ձեզ մոտ ընդեղից դուրս գալուց գրում եք, հատուկ բաժնը գնում եք, որ ձեզ մոտ այսքան գումար կա, այս տանը ասենք վաճառքի պայմանագրեր, ասենց գնում եք Հայաստանում, չգիտեմ, Հայաստանում էլ գաք մուտք գործելիս էլի բաժին կա, որ գնում եք դեկլարացիան լրացնում եք, որ թղթով ցույց եք տալի, որ ձեր տունը ենթադրենք վաճառել եք լեգալ գումար, այս ձևով ոնց որ պայքարում են լեգալ իլեգալ ոչ օրինական գումարների շուրջ։ Սա այսպես ընկերներ ջան։ Մյուս հարցը վերաբերում է այն հարցին, որ արդյոք ճիշտ է, որ հայերը գալիս են Հայաստան, Հայաստանում իրանց անձնագիրը վերցնում են ու հետո էլ չեն կարողանում հետ վերադառնալ այն երկիր, որտեղից որ եկել են։ Ես այս խոսակցություններ եկեք ասեմ այսպես, ինչ AI-ը եկել է, գործի է դրվել, այսինքն մարդը շատ իր կյանքի պատմությունը, արդեն մարդու կյանքի պատմությունը շատ հեշտությամբ երևում է։ Եվ Եվրոպայից, երբ որ տարիներ առաջ մարդիկ ինչ-որ անվան հետ կապված փոփոխություններ են արել, անունների հետ կապված ինչ-որ տվյալներ, որոնք որ չեն համընկնում, ենթադրենք այդ Եվրոպայում ուրիշ անվան տակ են, հետո հետ են վերադառնում Հայաստան, բնականաբար ցույց է տալիս այդ ամբողջ ինֆորմացիան ու միայն այդ ժամանակով, եթե դուք մենակ Հայաստան չէ, եթե Վրաստան գնաք, եթե ուրիշ երկրներ էլ գնաք, ուրիշ երկրներ ասելով թե հիմնականում այս կողմ գալու համար, հա, այնտեղ մարդիկ կան շատ չմանանամ, էլի տարբեր հարցերով տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, այն մութ ու ցուրտ տարիներին է վերաբերվում, մարդիկ տարբեր միջոցներով, տարբեր անուններով գնացել են Եվրոպա։ Այդ մարդիկ, ովքեր որ ունեն անվան հետ անհամատեղելիություն, բնականաբար ճշտումներ են իրականացվում ու արդեն բնականաբար պետք է պատասխանեն, թե
ոնց է որ չգիտեմ, այս ինչ անուն ազգանուններ, հետո այն մյուս անուն ազգանուններ։ Իսկ եթե օրինակ անեք ոչ մի ինչ որ նման փոփոխություններ, խախտումներ, ոչ մի խնդիր չի ունեք, բնականաբար ոչ մեկ ձեր անձնագիրը չի վերցնի ու չի ասի մի գնացեք այստեղ կամ այնտեղ։ Ամեն ինչ ոնց որ ինչպես ասում են, եթե օրենքի սահմաններում է, ես չեմ լսել ինչ որ մի դեպք, որ անձնագիրը վերցնեն, ասեն մի գնացեք կամ եկեք են Ալեքսի ձերն ահա ինչ է խաղում։ Մի րոպե նայեմ։ Այնքան բարձր է խոսում, երբեմն ինձ թվում է թե ոնց որ թե ամեն ինչ կարգին էր։ Մյուս հարցին էլ պատասխանեմ, էլի աղջիկներից մեր հարցնում էր, երևի թե դա էր, որ ինչպես եք գումար տանում կամ գումար բերում, արդեն ասեցի այդ հարցին, որ մենք գումար չենք երեխու հետ նամանավան, ու նշանակություն չունի, որ Հայաստան եք գալիս, ես իմ վլոգները եթե նայել եք, երբ որ գնում էինք Եգիպտոս, գնալուց էլ ա եղել, Բալի գնալուց էլ ա եղել, օդանավակայանում հենց շնով գալիս են եւ ռեյսի մոտ շատ հաճախ եղել։ Այդ երկրներ գնալուց չգիտեմ ինչի հետ է կապված, անցած տարի, այդ 8 տարի առաջ ամեն դեպքում, այդպես չես է կարող ասել բոլոր ռեյսերը այդպես են, բայց պատահականության սահմանով գալիս է շնով շունը հոտոտում է, որպեսզի տեսնի դու քեշ գումար ունես թե չէ։ Իրենք էլ մոտենում են ու առանձին հարցնում են, ասում են ձեզ մոտ ինչքան քեշ գումար ունեք։ Մեր գումարը միշտ եղել է 50 եվրո, 100 եվրո դրանից ավել գումար չենք ունենում ու ոնց որ ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, բայց հանդիպել է մեզ նման դեպք, որ Բելգիայից ասում եմ համ Եգիպտոս գնալուց այդպես եղել, համ Բալի գնալուց ոստիկանները մոտեցել են շնով, մենակ մեզ չէ, բոլոր սենց են որ դեպի ինքնաթիռ արդեն պետք է գնաս, երբ որ բացում է, այդ մինչև անցնել է, իրանք արդեն դուք ներսում եք, էլի, շնով բոլորին մոտենում է ու հարցնում է, բնականաբար շները բան են, ինչ անունը, նախապատրաստված շնիկներ են, հատուկ թրեյնինգներ անցած շնիկներ են, շնիկ ասելով, գերմանական ապչարկաներ էին, ու եթե խնդիր լինի, շները իրենք էլ հենց կհայտնաբերեն, էլի, մի խոսքով ընկերներ ջան, դա էլ գումարի հետ կապված ճամփորդությունները։ Հետո բանկային քարտերը այնքան հարմար են հիմա, որ չեմ կարծում այս թվականին կան մարդիկ, որ քեշ գումարով կճամփորդեն։ Տարբեր երկրներ, տարբեր են օրենքները, դուք բաները չեք ուզում լրացնել, այդ լրացնելը շատ ավելի դժվար է։ Արել։ Spider-Man. And I am Power. Քանի որ խոսքը այսպես բացվել է, նոր հիշեցի, դրա մասն էլ էի ուզում խոսել, որ բանկային հաշվում, երբ որ դուք գումար եք ստանում, նայեք, բանկը ունի իրավունք այդ գումարը սառեցնելու, եթե ինքը տեսնում է, որ այդ գումարը կասկածելի է, մեծ քանակով է, մեծ չափաբար, մեծ գումար է, որ եկել է ձեր հաշվի համարին, որ դա անսովոր է, չգիտեմ, աշխատավարձ չի եւ այլն, բանկը միանգամից այդ գումարը սառեցնում է, այնպես որ եթե դուք բանկում արդեն ունեք գումար, դա արդեն ոնց որ բանկը ունի այդ ամբողջ ինֆորմացիան, թե որտեղից է ձեր գումարը եկել ու այդ ինչ գումար է։ Դրա համար չեմ կարծում, որ դա օդանավակայան կհարցնի, թե դուք բանկում ինչքան գումար ունեք։ Արդեն իսկ եթե գումարը բանկում է, ուրեմն դա լեգալ գումար է ու ինչ-որ կասկածելի ինչ-որ մի բան չպիտի որ լինի, որովհետև ասում եմ պետությունը շատ խիստ է հիմա, եթե մի փոքր կասկածելի ինչ-որ իրանց համար գումարի մուտք է լինում կամ ելք է լինում, անմիջապես իրենք սառեցնում են, ձեզնից պահանջում են թղթերը, թե որտեղից է այդ գումարը, ու եթե դուք չեք